էլ դեղ չմնաց սրսկեցինք։ Ինչ ձևի թույն ասած տվել ենք, չի օգնում։ Ավշարեցի Ավետիք Պապը օրվա մեծ մասն այգում է անցկացնում, տնկում բույսեր, ջրում, խնամում։ Այգեգործությամբ չնայած պատկառելի տարիքին հաճույքով է զբաղվում, բայց այս տարի բնության դեմ է պայքարում։ Չկա տարածաշրջանում մի գյուղ, ուր մլակները, այգիները պատած չլինեն։ Մոտ մի 1000 հատ բույս եմ դրել, 1000 հատ բույսի մնացել է, ասենց ոչ կարող ենք օգտվենք, ոչ մի բան չեն կարողանում անել։ Շրջում ենք Պապի հետ այգում, հերթով ցույց է տալիս ծառերը, դեղց, տանձ, նռնենի, թափահարում ճյուղերը։ Հազարավոր մլակներ օդ են բարձրանում։ Մլակները, բոլոր ոչիլները, ինչ անում ենք, դեմը չեն կարող անել, որտեղ սրսկում ենք էլ չի օգնում։ Սաղարթի վրա տեսանելի է յուղոտ հետքը, որ թողնում են վնասատու միջատները։ Մասնագետը բացատրում է դեղցենու վահանալվիչ կոչվող միջատները ծառերի երիտասարդ ճյուղերին ու տերևներին իրենց փառը թողնելով խանգարում են ծառերի բուժման գործընթացին։ Սկզբից ուրեմն ծառերը սրսկում են ինչ-որ կապակցող նյութերով, որից հետո պիրետրոիդներով։ Որովհետև ինքը որ այդ շիրան արտադրում է, ինքը սաղցեն փագում է իրան, ոնց որ պաշտպանի։ Թույնը չի կարող վրան ազդի։ Հետո միջատները քաշում են ծառերի հյութը, ինչի պատճառով ծառը հյուծվում է, տերևները թուլանում ու սկսում են թափվել։ Տեղի ազդեցությունը 1-2 օր է, մտահոգ ասում է Ավշարի բնակիչը։ Այգի մտնել չի կարողանում, որ անգամ դեղ տա։ Ցերեկվա ժամերին շոգն է խանգարում, երեկոյան ժամերին այգի մտնել չի լինում։ Մտնել տալիս այլ вообще չեն գա։ Ամենա վարունգները, զվանը լրիվ դենց մլակները շարքից անել են։ Սակայն այս միջատները վնասակար են ոչ միայն բույսերի համար։ Վիրուսները փոխանցում, բայց իր շիրա կոչեցյալին եթե շատ են կպնում բաց մաշկով, կարող ալերգիկ ռեակցիա առաջացնի։ Ամեն տարի էլ լինում են մլակներ, բայց այս տարի չափն անց է։ Տարին անձրևային էր, այգեգործը ենթադրում է դա է նման գրոհի պատճառը։ Միջատաբանը հաստատում է։ Արարատի մարզպետն ընդհանրապես տեղյակ չէր խնդրից։ Մեր զանգից տեղեկացավ այդ մասին։ Ինչ մլակ առաջին անգամ լսում տարօրինակել է, մլակ ինչ կապ ունի։ Համայնքները պարտավոր են տրամադրել միջոցներ, որպեսզի գյուղացիները համայնքները եւ մարզպետարանը, բայց դրա համար ասում անծանոթ հալերիվ։ Տեսա կհասկանանք։ Ու այլևս չպատասխանեց հեռախոսազանգերին։ Իսկ Ավշարեցի Ավետիք Պապը թեև խնդրին այս պահին լուծում տալ չի կարողանում եւ դա խանգարում է իր ամենասիրելի գործով զբաղվել, հումորի զգացումը չի կորցնում։ Կես լուրջ, կես կատակ ասում է. «Բերաններդ բաց, հանկարծ չքայլեք»։ Սեդա Կյուրեղյան, Էդիկ Մալաքյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։